Դատախազությունը, որովհետև ասում եք հնարավոր է բացահայտել։ Ոչ մի, այն ապրումները, որ ունենք, ասենք ես, հիմա երբ որ ես վազքով գնացի Եռաբլուր, որտեղ այսօր բյուջեի քննարկում էր եւ որպես կանոն ամեն տարի բյուջեն համընկնում է հոկտեմբերի 27-ի օրվա հետ։ Հետո վազքով գնացի Կարեն Սերոբիչի գերեզման, հետո վազքով եկա այստեղ 27-ի խորհուրդ է, դուք ես չգիտեմ, դուք այն սերունդն եք, որ դրա ամբողջ բանը չեք գուրեցել զգում, թե ինչ արժեցավ մեր պետության համար։ Եվ չբացահայտված լինելը ինչա արժենում մեր երկրի համար։ Տեսեք, այս տարի էլի նույն հարցն էր գալի։ Ինչ կլիներ, եթե հոկտեմբերի 27 չլիներ։ Շատ լավ կլիներ, եթե չլիներ։ Բայց նաև հոկտեմբերի 28-ի բացահայտումը մեծ հնարավորություն է տալի առաջ արժվելու։ Ես էլի մեջբերում կանեմ Մեծան Մաթեոսյանի խոսքերից։ Հոկտեմբերի 27-ը պետքա բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին։ Այ մենք դա չկարողացանք, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան իրավական համակարգում եւ նրա մեջ ծառայող մարդկանց անտարբերության մեջ, որը չի տալի հնարավորություն գնալ այդ ճանապարհով եւ կարեւորությունից ելնելով օր առաջ հոգի դնել եւ հասնել այդ բացահայտման ունենալով այսքան մեծ հնարավորություն։ Պարոն Քոչարյան, այս ցուցակը ձեզ ցանոթ է, այստեղ նաեւ ձեր անունն է։ Այո, այդտեղ էլի անուններ կան, ինչ եք զարմանում։ Ինչ ցուցակ է դա։ Ցուցակը որ տվել է ձեզ։ Մի հատ կանչեք Ռոբերտ Քոչարյան, ասա, այս ցուցակը ով է քեզ տվել։ Դուք չեք տվել։ Ոչ։ Իսկ ձեր անունով գրեց։ Թող Ռոբերտ Քոչարյանն ասի, իրենք այսքան տարի ինչի չեն բացահայտել, ինչ ցուցակ է, բայց չէ որ այս ցուցակը մեկ այլ բան էլ կարող է լինել։ Երկիրը գտնվում էր կոլապսի մեջ, եւ շատ հնարավոր է ցուցակը, որ կազմվել է, այդ կազմողները նպատակ ունեին կանխել հետագա զարգացումները, բայց բանակին չէր շրջապակել քաղաքը։ Ձեզ թվում էր Նայիրի Հունյանյանը մենք մտածել են մարդիկ, որ կարող է այս խումբը չբավարարվեր դրանով։ Այդ ցուցակը այդ կարմիր գույներով ցույց տուր մի հատ էլ։ Դու որ թերթն ես։ Տրիբյուն, խնդրում եմ տրիբյունի տեսանկյունից, նաև գնահատես, որ այս ցուցակի մեջ նաև հարցեր կան, որ ուղղվի Ռոբերտ Քոչարյանին։ Այո, ես եղել եմ այդ սենյակ, մտել եմ, որտեղ այս ցուցակը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի, բայց ես չեմ էլ իմացել, որ իմ անունը դեղ կա։ Կներես, այդպես է եղել իրականությունը։ Հիմա ես շատ խոսվեց, ինչքան ուզում են խոսեն, բայց եթե այդ ցուցակը այդքան կարևոր էր 20 տարուց ավել գուցե իրանք իշխանություն են։ Այդ ցուցակով ինչի մեջ չեն հարցակրել։ Հարցը չէ առաջանում։ Ընկեր Ռոբերտ Սեթրակովիչը, այդ ցուցակը որ սրտի մոտ պահում էր, այդ պահում էր որ օրվա համար, որ տրիբյունը հանի այ կարմիր գրած, բացահայտեք եւ գրողին, եւ նպատակները խիստ կարող կարծում եմ պետական են եղել։ Ուրիշ։ Ինչպես դուք չեք իմացել, պարոն Քոչարյան, ձեզ Ես ամեն ինչ գիտեմ ձեր մասին, բայց այդ ցուցակի մասին չեմ իմացել։ Տվել փոխնախարար։ Լսի, ես ավելի բարձր պաշտոններ եմ, դու խաբար ես։ Ես այլ բան եմ ասում, ինչպես կարային առանց ձեր իմանալու ձեր անունը գրեին այդ ցուցակում։ Շատ հանգիստ։ Շատ հանգիստ, ինչ կա։ Հիմա եթե ես քո անունը գրեմ, չգիտեմ, տիեզերագնացների ցուցակում վատ բան կլինի, չէ։ Ուրիշ։ Պարոն Քոչարյան քիչ առաջ Ես չեմ ուզում հայտարարեց, որ օրվա իշխանությունը տեղյակ է եղել սպասվող ահաբեկչության մասին Որ եւ նշեց այս սպասվող որ կար, հիմա ոչ, այդ օրը 1999 թվականի գործող իշխանությունից ով էր։ Օրվա իշխանությունը տեղյակ է եղել սպասվող ահաբեկչության մասին։ Հա, հիմա ես ձեզ մի բան էլ ասեմ։ Դուք մոռանում եք ես ինչ պաշտոն եմ զբաղեցնում ժամանակ, ասա։ Փոխնախարար չէ։ Ոչ, ավելի բարձր ես, ինչ ես ասում։ Այդքանն էլ չէ ճշտել։ Ոչ։ Դե ասեք դուք։ Ես չեմ ասելու լրագրողից գնա ճշտի։ Ես եղել եմ վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդականը անվտանգության բոլոր մարմինների եւ կադրային քաղաքականության հարցում։ Դա սովորական խորհրդական չէ, լավ չպատկերացրիր։ Կիսում եք տեսակետը, պարոն Քոչարյան, Ասեմ օրվա ձեզ։ իշխանությունը տեղյակ է եղել եւ Օրվա իշխանությունը, եթե նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը, ես կարող եմ ասել, որ քննության ընթացքում պարզվեց ազգային անվտանգության ծառայության որոշ դրվագներ, որը վարում էր քննիչներից մեկը, եւ այդ քննիչի նկատմամբ Աղվան Հովսեփյանը քրեական գործ հարուցեց։ Դա լավագույն մեր քննիչներից մեկն էր, անուն հիմա չտամ, որովհետեւ այդ մարդու կյանքը չուտեք, բայց այդ մարդը կա եւ այդ մարդը այդ քննիչը երբ որ մոտեցավ անվտանգության մարմիններում հատկապես Ալիկ Հարությունյանին հոգեմետ դեղ տալու գիշերվա դրվագին, այդտեղ սկսվեց այ խառնաշփոթ։ Ուզում ասեմ, բանը հոկտեմբերի 28-ի բացահայտման համար բոլոր պայմանները այսօր էլ առկա են։ Շատերը մահացան անհասկանալի, ուրեմն բանով Բժիշկը, Մովսեսյանը եւ էլի էլեկտրահարվեց, քերին կախվեց, քերին, որը գիտեք ինչ ճանապարհ անցել։
Քերին ուրեմն եղել է սկաուտ, հետո դաշնակցություն եւ կախվում է։ Դա չի լու։ Պարոն Քոչարյան, նաև տեսակետ կա, քանի հոկտեմբերի 27-ը չի բացահայտվել։ Հոկտեմբերի 20-ը չի կարա չբացահայտվի։ Գլխին կախված է նոր հոկտեմբերի 27-ի Ճիշտ, շատ աքսիոմատիկ, ճիշտ բաներ եք ասում։ Դրա մայլ երբ որ Մեծան Մաթեոսյան ասում էր 27-ը պետք է բացահայտվի 28-ին, դրա մեջ շատ մեծ իմաստ կար։ Այո, պետք է բացահայտվի եւ այս տարի էլ եթե չի բացահայտվում, ելի մեր ակնկալիքները մնում են հեռվում։ Բայց երբ որ ես ասում եմ, որ գլխավոր դատախազությունը ունի անելիք, թող չնեղանան որևէ մեկը ոչ էլ դրա մեջ վատ բան տեսնեն։ Չնայած ոնց որ թե մենակ ժողովուրդն էր վատ բան տեսել, մեկ էլ տրիբյունը։ Ցուցակը լավ կարմիր գույնով, կարա սկապտացնես, այդ ցուցակը մի կոպիկ արժեք չունի։ Շնորհակալություն։ Ցուցակը չի կարմրացվել, այդպես տարածվում է։ Ինչքան է սիրում դու մտնես խոսակցության։ Բա ինչ է թիրախավորում։ Ես քեզ եմ թիրախավորում։ Ինչ չէ գործ։ Գործընկեր, բայց ում եմ թիրախավորը։ Ինձ օրինակ։ Չէ, դու շատ գեղեցիկ աղջիկ ես եւ նոր ես ճանապարհ հարթում քո լարողական աշխատանքի համար։ Ես քեզ պարզապես նաեւ տողատակերում մեծ խորհուրդ տվեցի։ Շնորհակալ եմ։ Պարոն Քոչարյան, զեկույցը բաց մաս ունի, զեկույցը, որտեղ ազգային ժողով գրավոր հարցում եմ ուղղակի խնդրել եմ ինձ տրամադրել 44 Բաց մաս էս բան չունի, որտեղ ես զեկույցը ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին, գրված է հուշ գախտնի, բայց երբ որ ես լիագումար նիստում ելույթ կունենամ, կամ կունենամ, եւ այնտեղ բնականաբար եզրակացությունը կարծում եմ մեր հասարակության եւ մեր բոլոր կառույցների համար շատ կարեւոր եզրահանգումներ է, որի տակ դրված են հսկայական փաստեր։ Այդ փաստերը հիմա մենք տեղափոխում ենք առաջի բաժին, որովհետեւ Գանք այդ առաջին բաժնում ծանոթ դուք ով եք։ լրագրողներով կան, Հա, կազմակերպել։ ես ուրախ կլինեմ, որ ծանոթանաք, եթե ունեք թույլտվություն։ Ասեմ ձեզ, բաց հատվածը պետքա տարանջատվեր։ Եվ մի գաղտնիք էլ ասեմ, ես իմ ելույթը կազմել եմ երկու մասից՝ բաց եւ փակ։ Եվ բաց մասը, եթե ես կխոսեի, այդտեղ կներկայացնեի այն բոլոր 45 կետերը, որը եզրահանգուման տեսքով ներկայացված է զեկույցի մեջ։ Նաև փակ մասում, որտեղ կան այնպիսի փաստեր, որը դեռ շատ տարիներ փակ կմնան, դա բնականաբար ոչ մեկի իրավասու չի դա բացել, ոնց որ ասենք շատ զեկույցներ տարբեր երկրներում, շատ լավ օրինակ կա, Քենեդու սպանությունը կարծեմ 40 թվին է բացվել։ Պարոն Քոչարյան, ինչու երեք Նիկոլ Փաշինյանի հետ չէիք եկել Հովանավանք։ Բազմաթիվ падգամավորներ, պաշտոնյաներ Բազմաթիվ եկել։ անունները խնդրում եմ ասեք։ Գևորգ Պապոյանը, Ալխաս Ղազարյանը։ Արմեն Խաչատրյանը մեր բոլորի փոխարեն գնացել էր, ինչ վատ է։ Նորմալ է։ Խաչատրյանն էր ձեր մեղքերի փոխարեն օրինակ պատարակի։ Չէ, իմ մեղքերը ինձանից բացի ոչ մեկը չի կարող բան անի, հա, տնօրինի։ Շատ են դրանք։ Դրանք ես չեմ որոշում, ոչ էլ դուք։ Դուք կարող եք հնչեցնեք, նայես դուք ձեր բոլոր հարցերին մի ստացել եք սպառիչ պատասխան, բայց դուք ցանկանում եք աչ հանկյունից, ձախ հանկյունից, տակից վրից չի ստացվի այդպես։ Այդպես եթե թեման 27-ն է, եկեք խոսենք 27-ից։ Ինչու եկեղեցի չեմ գնացեք, կարող եմ մյուս անգամ գնամ։ Վերջին աշոտ մի մոռացեք, որ ես եկեղեցու հետ նաև այնպեսի մի վարքան։ Ես որոշել եմ նաև հաշմանդամների մի խումբ էլ կազմակերպեմ դեպի Երուսաղեմ։ Դու գիտեք ինչքանի խմբեր եմ տարել ես։ Տեղակ եք։ Բա հիմա էլ եմ տանելու։ Դա եկեղեցի չի, դա առաքել մեր Սուրբ առաքելական եկեղեցու 3 թևերից մեկը չի։ Պատերազմությունը Երուսաղեմի։ Պարզապես Փաշինյանը կոչ էր արել, որ միանան իրեն։ Շատ լավ, ով որ կարողացել միացել էր, շատ լավ է։ Կասկածներ առաջացնում։ Ախ դուք բոլորդ հավաքվեցիք, կասկածները արձանագրեցիք։ Հա, տենց հաշվառում եք արել, դուք ինչ իրավունք ունեք մտնեք մեր անձնական կյանք։ Նայեք ով գնաց, ով չգնաց։ Լուրջ նկատել եք, կարող ես այնտեղ եմ եղել։ Ռուզաննա, մի կեղծիք ես, կարողա չեք տեսել, կարող ես կերպարանա փոխված եմ։ Լուրջ ես ասում, այդքան հեշտ է ինձանից հարցազրույց վերցնել։ Դուք եք դա կեղծ պատարակ համարում, քանի որ կարգալուց եղած քահանան է իրականացրել։ Դուք շատ վատ հարց տվեցիք։ Երբ որ դուք եկեղեցու մեջ եք, այդ հարցերը պետքա չտաք։ Դուք եկեղեցի որ գնում եք, մասնակցում եք հաղորդակցման process-ին, հա? Հաղորդություն ստանում եք, բայց չեք այդ հարցը տալ։ Արի Ռուզաննա, արի քո հետ մի ճուփեմ, արի։ Թող իրանք բոլորը խանդեն, արի։ Հավաքվում։ Արի դու էլ արի։ Բայց շատ մեծ ստացել է։ Բայց դու չկիսես որ վերնագիծ փախչի։ Այս կարևոր բաները մասը։